Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ։ Խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ օծությունը, նոր օծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր իմ վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Քո կրակի օծությունը դիր իմ շուրթերին, առաջնորդիր ինձ քո հոգու զորությամբ, բերելով քո խոսքը ամեն իրավիճակի վրա, որ պատրաստել ես այսօրվա համար։ Թող իմ շուրթերը դառնան քո շուրթերը, թող քո կրակը, Սուրբ Հոգու կրակը բորբոքված արձակված լինի քո հոգու զորությամբ ամեն իրավիճակի վրա Հիսուսի անունով։ Հայր, ես ամեն բան հանձնում քո վերահսկողության մեջ ու քո կատարյալ կամքի մեջ, որ քո հոգու զորությամբ գործես իրավիճակների վրա։ Բեր քո փառավոր հաղթանակը ամեն իրավիճակ Հիսուսի անունով, որ բարձրացած է, քո կամքի դեմ գերի եմ վերցնում ու նազանդեցնում քո ոտքերի առաջ։ Թող քո փառավոր հաղթանակը երևա ամեն իրավիճակի վրա, ամեն մեկիս կյանքում Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն, հալելույա։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, գիտեք, ես քանի օրվա մեջ կուտակված մի քանի բաներ կա, որոնց մասին կուզեմ խոսեմ, բայց դեք առաջնային ոնց որ մի բան կա, որը ամենակարևորն է մեզ պահի համար համարում, ուզում ես մասին խոսեմ հիմա։ Գիտեք, ես հոգու մեջ քանի օր է անդադար մի բանի մասին եմ մտածում ու տեսնում, որ մարդիկ կան, որոնք գերության մեջ են։ Իրանք ձգտում են իրավիճակները փոխեն, բայց իրավիճակները չի փոխվում։ Ու կա կապվածություններ, կան մեղքեր, որ մարդը ուզում է ազատվի ու չի կարում։ Կան հիվանդություններ, որոնցից ուզում է դուրս գա ու չի կարում։ Կա ֆինանսական նեղվածություն, ուզում ես դուրս գաս, չես կարում։ Ջանքեր ես անում, փորձում ես, ելքեր ես ման գալի, պարտքեր կան, որ նեղում են։ Ոչ մի ձևով քո մարդկային հնարավորություններով չես կարող փոփոխություն բերես իրավիճակի մեջ։ Գիտես, հենց այս իրավիճակում է, որ Հիսուսը իր փառավոր հաղթանակի մասին հիշացնում է մեզ։ Գիտեք, երբ որ ես նոր էի Աստծուն հանդիպե, դեռ մի քանի ամսվա քրիստոնյա էի ընդամենը, ես արդեն իսկ Սուրբ Հոգով մկրտվելուց հետո գերբնական ձևով, անկախ իմ կամքից, անկախ որևէ ջանք անելուց, հենց այն պահին, երբ որ մկրտվեցի Սուրբ Հոգով, իմ մեջից անմիջապես հեռացան որոշակի մեղքեր, որոշակի կապվածություններ, ու ոչ թե ես ինքս էի ջանք անում, որ դա չանեմ, այլ ուղղակի ցանկությունը մեջիցս հեռացել էր։ Ես որևէ բան ինձանից չէի արել, Աստված իր գերբնական զորությամբ ազատել էր ինձ։ Ու դա Աստծո շնորհքն է։ Դա իմ ջանքը չէր, ու որևէ ձևով չեմ կարող ասեմ, որ դա իմ ուժեղ կամքի դրսևորման արդյունքն էր։ Բայց այդ նույն ժամանակ ես շարունակում էի ծխել ու դեռ ծխելուց չէի կարողանում ազատ լինել։ Ավելին ասեմ, այնքան ուժեղ էր այդ ծխելու ցանկությունը իմ մեջ, որ ես արթնանում էի զուտ այն մտքից, որ ուզում եմ ծխեմ։ Ու դա որոշակի ժամանակ իմ կյանքում ամեն օր սովորականի պես ես ծխում էի, բնական է, փորձում էի ինչքան հնարավոր ավելի քիչ ծխեմ, իմ մարդկային ջանքերով փորձում էի կամքիս ուժը կիրառելով ծխելը թարգել, բայց ինչքան շատ էի որոշում կայացնում, այնքան շատ ավելի ոնց որ ավելի շատ էի ծխում, ավելի շատ էի ընկնում այդ նույն մեղքի մեջ։ Հետո օրերից մի օր շատ պատահական եկեղեցում ինձ քույրերից մեկը հանկարծ, երբ որ այդ մասին խոսում էինք, ես ասում էի, որ ծխելուց չեմ կարող ազատագրվեմ, ինքը ինձ մի բան հարցրեց։ Ասեց, իսկ ինչ ես կարծում, այդ ծխելու ցանկությունն է քո մեջ ավելի ուժեղ, թե Աստված։ Դե բնական է, Աստված ամենակարողն է, ես անմիջապես ասացի, իհարկե Աստված։ Ինքը ասեց, իսկ ո՞նց ես մտածում, Աստված կարա՞ քեզ ազատի ծխելուց։
այդ ցանկությունից, որ քո մեջ է։ Ես ասի, հա, իհարկե կարա, բայց միաժամանակ մտածում էի, բայց Աստված ինքը պետքա ինձ ազատի, թե ես իմ կողմից ինչ որ բան պետքա անեմ։ Բայց այդ միտքը ինձ գրավեց։ Ինքը ասեց, խնդրի Աստծուն, թող այդ ցանկությունը քո մեջից հանի։ Գիտեք, սենց հիմա որ խոսում եմ, շատ հեշտ է ամեն ինչ։ Իհարկե Աստված ամենակարողն է, Աստված ինչ ուզի կանի, սենց ամեն ինչ շատ հեշտ է թվում։ Բայց այն մարդիկ, ովքեր որ որևէ այտենց կապվածության, ազդեցության տակ են հիմա ձեզանից ով էլ որ կա, եթե դու ծխող ես կամ ավելի ծանր, եթե թմրանյութի ազդեցության, այդ կախվածության մեջ ես, ալկոհոլի, շատ տարբեր ուրիշ կախվածություններ, խաղամոլության, մի խոսքով այն կախվածությունը, որի մեջ դու կաս, ու դու գիտես, որ առանց դրա չես կարող, ու դու քո ուժերով փորձել ես, ջանք արել ես, բայց ինչքան շատ այդ ջանքը անում ես ազատվելու, դրան հակառակ ավելի շատ ես դրա մեջ ընկնում, ու դու ինչքան էլ որ պատկերացնես, որ Աստված ամենակարող է, բայց չես պատկերացնում, որ այդ ցանկությունը, որը քեզ մղում է այդ մեղքը գործելու, կարա հանկարծ բացակայի։ Այ ես էլ այդ ժամանակ, երբ որ ասում եի, իհարկե Աստված ամենակարողն է, կարա ինձ ազատի, ես ասում էի, բայց մյուս կողմից էլ ասում էի, բայց Աստված ջան, միթե հնարավոր է, որ այս ցանկությունը, որ ես ինձ ունեմ, ինձ բաց թողի, ես չունենամ։ Համ ասում էի, համ չէի հավատում իրականում, չնայած որ գիտեի Աստծու համար որևէ դժվար բան չկա։ Բայց երբ որ ես եկա տուն, հաջորդ օր ուղղակի ես ծոմ հայտարարեցի, ես ասացի, ես այսօր ծոմ եմ վերցնում ու ես պետք է ազատագրվեմ ծխելուց։ Ու իմ աղոթքի ժամը ես վերցրեցի մինչև ժամը 6-ը երեկոյան, առավոտվանից որևէ հաց չկերա, ու անդադար աղոթքի մեջ էի, խնդրում էի ու ասում էի, Աստված ջան, ազատի ինձ այս ցանկությունից։ Ես իմ աղոթքի ձևը փոխել էի։ Ես ասում էի, դու այս ցանկությունը, եթե ինձանից վերցնես ու ես չցանկանամ ծխել, ես իրականում ազատ կլինեմ։ Ոչ թե այն ձև, որ մի ձեռքս գնում է դեպի սիգարետը, այն մյուս ձեռքով բռնում եմ այդ ձեռքս, իմ մեջ պայքար է, այլ ասում էի, ես ուզում իրոք ազատ լինեմ, որ սիգարետը դեմս դրած լինի, ես ջանք չանեմ, որ չուզենամ ծխեմ, այլ երբ այդ ցանկությունը ուղղակի չլինի։ Ես ասում էի, արա դա։ Ես աղոթում էի, անկեղծ չէի հավատում, որ դա հնարավոր կարա լինի, բայց ես հավատում եմ, որ Աստված ամենակարող Աստվածն է։ Գիտեք, ժամը 3-ի կողմերն էր, ես հանկարծ իմ ներսում զգացի, որ ես ազատ եմ։ Այդ ազատությունը լիարժեք ես զգացի։ Ես արդեն այդ ցանկությունը, որ ասում էի, չէի պատկերացնում, որ կարող է ինձ լքի, հանկարծ այդ զգացողությունը շատ ուժեղ ես ունեցա։ Ես միանգամից զգացի, որ ես ազատ եմ, ես այլևս ծխել չեմ ուզում։ Իրականում Աստված գերբնական ձևով իր զորությամբ ազատեց ինձ այդ ցանկությունից։ Երբ որ ես իմ անկարողությունը բերեցի Աստծո առաջ ու հույսս դրեցի Աստծո վրա, որ ինքն է, որ ինձ ազատելու է։ Ու խոսքը ասում է, կճանաչես ճշմարտությունը, ճշմարտությունը քեզ կազատի։ Ճշմարտությունը նա էր, որ իմ բոլոր մեղքերը արդեն իսկ Հիսուսը վերցրել է խաչի վրա ու արդեն իսկ ազատել է ինձ։ Ու ինքը ընդամենը պետք է իր հոգու զորությամբ իրականացներ իմ կյանքում այդ պահին այն, ինչը որ 2000 տարի առաջ էր կայացել։ Ու դա ճշմարտությունն է, որ ես արդեն իսկ ազատ էի։ Բայց երբ որ ես գիտակցեցի, որ ինքս ինձ չեմ կարող օգնեմ, խնդրում եմ Աստծո օգնությունը, այդ ժամանակ է սկսեց գործել իր զորությունը։ Այ Աստված դրան է սպասում։ Ինքը ուզում է, որ մենք մեր ջանքերը դադարենք անելուց, լավ է, որ մենք ուզում ենք ազատվենք, լավ է, որ մենք այդ ուղղությամբ մտածում ենք, բայց երբ որ տեսնում ենք չի ստացվում, շատ կարևոր է, որ մենք
ամենակարող Աստծուն խնդրենք, որ ինքը անի դա։ Ու ինքը իրականում դա իրականացրեց իմ կյանքում։ Ես ժամը 3-ի կողմերը արդեն ազատ էի, ես էլ չսպասեցի, որ ժամը լռանա մինչև 6-ը։ Ես սենյակից դուրս եկա, ասեցի, ես այլևս չեմ ծխում, ես ծոմից դուրս եմ գալի ու փառք Հիսուսին այն հաղթանակի համար, որը կայացավ, ու դա 30 տարի առաջ է եղել։ Ու այդ պահից սկսած, գիտեք, իմ կողք այնքան մարդ է ծխում, այդ ծուխը, այդ ծխողները գիտեն, այդ ծուխը գրավիչ է, բայց այդ ծուխը իմ համար հիմա տհաճ է։ Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ երբևէ նման բան կարա լինի իմ կյանքում, բայց երբ որ քեզ ազատում է Աստված, դու ճշմարտապես ազատ ես։ Հիմա ինչի համար եմ սրա մասին, այս 2-3 օր անդադար այս պատմությունը հիշում եմ, որ իմ հետ տեղի է ունեցել։ Ու ես հասկանում եմ, որ ձերանից շատերը կան, որ տարբեր կախվածությունների ու կապվածությունների մեջ են հիմա։ Գիտեք, իրավիճակները տարբեր է, բայց քեզ ազատողը Աստված է։ Ու ես ուզում եմ հիմա բերեմ աղոթքով ամեն իրավիճակ Աստծո առաջ։ Հիմա հնարավոր է դուք ասես, բայց ես էլի չեմ հավատում։ Իհարկե, ես հիմա խոսում եմ այն մասին, որ ես եմ աղոթելու։ Ես հիմա էսի ասեցի, էլի բան հիշեցի, նման իրավիճակի համար ասեմ։ Գիտեք, տարիներ առաջ ես Սևանի գյուղերից մեկում ծառայություն էի անցկացնում, ու տեղ հավաքվածները, որ կային, մի կին կար, այսինքն ամեն անգամ, երբ որ ամեն շաբաթ ես հավաքույթը անցկացնում էի, վերջում բնականը հարցնում էի, ով ինչ կարիք ունի, ինչի համար կուզեք միաբան աղոթենք, ու ամեն մեկը իր կարիքը ասում էր ամեն ժամանակ, ու այդ ժամանակ մի կին կար, ինքը ասեց, շատ եմ ուզում աղոթենք ամուսնուս ազատագրման համար, ինքը ահավոր խմող է, ասեց համարյա ամեն օր խմած է, ասեց ոչ մի ձև չեմ կարող վրեն, ու ասեց աղոթենք, թող Աստված ինչ-որ բան անի։ Ես իրան ասեցի մյուս հավաքույթին, ասի, որ գաս բեր իր շորերից ինչ-որ մի բան։ Երբ որ հաջորդ անգամ մի շաբաթ հետո ինքը եկավ, բերել էր իր շորերից մի բան, որը ինքը այդ ամուսինը կրում է, ասի, քո ամուսինը անհավատ է, պետք չի իր հետ այս մասին խոսել, ինչքան էլ որ փորձես խոսես, իր համար դա անհասկանալի է։ Մի բան էլ, եթե անդադար խմած է, ինքը հայհոյելու է, սխալ խոսելու է, անիմաստ պետք չի այդ ուղղությամբ խոսել, եթե գիտես արդյունք չի լինելու, ընդհանրապես պետք չի խոսել։ Ասի, այս շորի վրա կաղոթենք, թող Աստծո զորությունը իջնի այս շորի վրա, ու երբ որ քո ամուսինը շորը կհագնի, թող այդ զորությունը կպնի իրան, ու այդ զորությունն է, որ իրան ազատագրելու է այդ գերությունից, որի մեջ ինքը կա։ Ու մենք աղոթեցինք, կանչեցինք Սուրբ Հոգու ազատագրող զորությունը ալկոհոլից, օրհնեցինք ու փոխանցեցինք այդ շորը, որ իր ամուսնուն ինքը արդեն հագցնի, բայց ամուսնուն ոչ մի բան չասի։ Գիտեք, անցավ որոշ ժամանակ, ես հստակ չեմ հիշում ինչքան, բայց շատ չէր։ Ու հանկարծ այդ կինը գալիս է էլի հավաքույթի, ու մենք խոսում ենք, վկայություններ են տալի, ու ինքը ասում է, ես մի բան կասեմ, հնարավոր է դուք չհավատաք։ Ասում է, իմ ամուսնու հետ ինչ-որ բան է կատարվում։ Ասում է, հենց այդ պահից հետո, երբ որ այդ աղոթքը եղավ, այդ շորը արդեն ինքը հագնում էր չիմանալով, անցավ որոշակի ժամանակ, հանկարծ ինքը սկսեց զզվել խմիչքից։ Իր մեջ անհասկանալի ինչ-որ բաներ սկսեց կատարվել։ Եթե այն ժամանակ արաղի շտենում էր ու շգեթում էր, հիմա արաղի շտենում է, մոտը անհասկանալի զզվանք առաջացել։ Ու ասում է, մի քանի օր առաջ նույնիսկ հարսանիքի են գնացել։ Հարսանիքի տեղը դե բոլորն են խմում, որոշ մարդիկ չափով են խմում, որոշ մարդիկ չափից դուրս են խմում, չխմողները ընդհանրապես չեն խմում։ Ու ասում է, իմ ամուսնուն լցնում են, որ ինքը խմի, ու ինքը բաժակին չի կպնում։
Այն մարդիկ, ովքեր որ իրան ճանաչում են, զարմացած են, ասում են, ո՞նց խի չես խմում։ Ասում է, սիրտս խառնում է, զզվում եմ։ Ասում է, ո՞նց կարա պես բան լինի, մենք քեզ ճանաչում ենք, դու ստաղոր խմած ես։ Ասում է, այ ախպեր, շիշը վեկալ խփի գլխիս ուզում ես, չեմ խմելու, ես էլ վաբշե չեմ ուզում խմեմ։ Ինչի համար եմ ես վկայությունը տալիս, սա Աստծո գերբնական ներգործության մասին է, Աստծո ձեռքով կատարված հրաշքի մասին է։ Երբ որ մարդը նույնիսկ ինքը չի նախաձեռնողը, երբ որ մարդը նույնիսկ չգիտի էլ, որ իր համար աղոթել է, իր հավատքը ստեղ կապ չունի, իր անհավատությունը կապ չունի, բայց այդ մարդու կյանքում հնարավորություն է տալի, որ Աստված ներգործի իր մոտիկ մարդու միջոցով այդ օծությունը հասանելի դառավ իրան, ու ինքը ստացավ գերբնական ազատագրում։ Ես այս իմաստում էլի բան հիշեցի։ Ես էլ արդեն մի կալ տեղ եմ։ Գիտեք, իմ հարազատ հորողբերը տարիներ առաջ ինքը շատ ծանր հիվանդ էր։ Ու ոչ մեկ չէր հասկանում ինչ հիվանդություն է դա, ու շատ կտրուկ էր դա սկսվել, ու այնքան կտրուկ, որ քանի որ դա անհասկանալի մի բան էր, ինքն էլ ուներ մի աղջիկ, մի տղա, աղջկան ամուսնացրել էր, բայց տղեն հələ կար, ինքը շտապեց տղուն ամուսնացնելու, որ գոնե հասցնի տղու հարսանիքը տեսնի։ Ինքը այդ հարսանիքին մասնակցել է ընդամենը 20 րոպե։ Դա դեկտեմբեր ամիսն էր, ու նոր տարվան ես գնացի իրանց տուն նոր տարին շնորհավորելու, բայց իմ գնալու առաջնային նպատակը այդ նոր տարին չէր, ոնց որ դա առիթ էր էլի, որտեղ ինքը հավատքին շատ դեմ էր, ընդհանրապես չէր ուզում լսեր, իրան քարոզելը աննարին էր, ու ինքը շատ հակառակ բաներ խոսում էր Աստծու հանդեպ, ու բնական է, ես գիտեի, որ եթե ես Աստծուց խոսեմ, ինքը նորից նույն բաներն է խոսելու, որը իմ համար տհաճ է լսել, ու ավելի վատ իր համար է, որտեղ ինքը չի հասկանում ինչա ինքը իր վրա արձակում, երբ որ Աստծու դեմ է խոսում։ Բնական է, ես փորձում էի ամեն ինչ զգուշությամբ այնձև բաներ խոսել, որ իր ոնց որ չբորբոքեի իր այդ ջղայնությունը։ Երբ որ տենց սեղանի շուրջ նստեցինք, մի քիչ խոսեցինք, հետո ես իմ հորեղբոր կնոջը աշկով արեցի, ասեցի խոսալու բան ունեմ հետդ։ Մենք առանձնացանք, ասեցի իրականում եկել եմ, որ աղոթեմ, բայց ես գիտեմ, որ չեմ կարող աղոթեմ, ինքը չի թողելու, որ ես իր համար աղոթեմ, ասի ես ուզում եմ, որ դու իր շորերից ինձ տաս մի հատ։ Ասի ես ուզում եմ աղոթեմ այս շորերի վրա, որ բժշկող զորությունը փոխանցվի շորերի միջոցով իրան, երբ որ ինքը շորերը կհագնի։ Ասի իրան հավատքից չխոսաս, չասես, որ այս շորը աղոթած շոր է։ Ոչ մի բան չասես, ուղղակի շորը կտաս, թող հագնի, ու վերջ։ Մենք ինքը բերեց շորը, աղոթեցի, օրհնեցի, հռչակեցի Տիրոջ բժշկող զորությունը, այն հաղթանակը, որ Հիսուսը խաչի վրա տարել է 2000 տարի առաջ, ու գնացի։ Իմ հորեղբոր կինը բնական է, որոշ չափով Աստծուն հավատում էր, որ համաձայնվեց, ու ինքը ուղղակի իր գործը այդ շորը իրան հագցնելն էր ու ոչինչ չասելն էր։ Գիտեք, անցավ ժամանակը, բժիշկները, որ իրան շատ կարճ ժամանակ էին տվել, որ չգիտեին հանկարծ համահի երբ կլինի ինքը, ու ամեն րոպե սպասում էին դրան բոլոր բարեկամները, իր առողջությունը գնալով օր-օրի վրա լավանում էր, օր-օրի վրա։ Դա 97 կամ 98 թվերն էր, արդեն չեմ հիշում, բայց ինքը գնալով սկսեց վերականգնվել։ Ոչ մի բժիշկ չհասկացավ ինչա կատարվում։ Իրան հետո որ նայում էր, ինքը այնքան առույգ էր, որ երբևէ չէր կարող պատկերացնել, որ այդ մարդուն ասում են, որ ինքը շատ կարճ կյանք ունի, որտեղ ինքը իրականում շատ հյուծված էր, անհասկանալի ձևով իր օրգանիզմը քայքայվում, նիհարում էր, անհասկանալի էր ինչ որ բաներ կատարվում, բայց գնաց վերականգնում է։
ու ինքը դրանից հետո 20 տարի ապրեց ու այդ 20 տարվա ընթացքում շատ առողջ վիճակում ապրել ու ընդհանրապես ուրիշ հիվանդությունից մահացավ։ Բոլորովին ուրիշ բան էր արդեն։ Ես ուզում եմ ասեմ, նույնիսկ այն մարդու կյանքում, որ կա իրավիճակ, որ անելանելի է, այդ մարդը անհավատ է, Աստծու անունը լսել չի ուզում, հակառակվում է, հայոյում է Աստծուն, հալածում է հավատացյալներին, նույնիսկ այդ մարդու կյանքում Աստված պատրաստ է իր գերբնական զորությամբ ներգործելու ու իր կյանքը վերականգնելու անկախ իր հավատքից։ Այս պատմությունները հիմա, որ ես հիշում եմ, այս ամեն ինչը պատահական չի։ Ձեր մեջ կան մարդիկ, որոնք տառապում են և մեղքի գերության մեջ, և կապվածություններ կան, որ ուզում են ազատվեն չեն կարում, և հիվանդություններ կա, որ բժշկական տեսանկյունից արդեն բժիշկները չգիտեն ինչ անեն, ամեն ինչ փորձել են։ Ձեր մեջ կան մարդիկ, որ պարտքերի տակ են, դուք նույնիսկ մի քանի աշխատանքի մեջ եք մտնում, որ այդ փողերը վաստակեք մի քիչ ավելի շատ, որ հասցնեք ու տակից դուրս չեք գալի, տարիներով ոնց որ անեծքի տակ եք դուք։ Գիտեք, ես այս վկայությունները իզուր չի, որ ասում եմ, այս իրավիճակների մեջ պետք է աստվածային գերբնական միջամտությունը։ Դու հնարավոր է հիմա լսում ես ու չես հավատում, որ քո կյանքում ինչ-որ բան կարա փոխվի, խնդիր չկա։ Ես նույնպես չէի կարող հավատալ, որ ես այդ ծխելու ցանկությունը ինձանից երբևէ կարա հեռանա։ Այն ինչը, որ քեզ պահում է գերության մեջ, ինքը իրականում շատ մեծ է քո աչքին թվում։ Դու չես պատկերացնում, որ հնարավոր է մի օր դու դրանից ազատ լինես, բայց այդ խնդրը Աստծուց մեծ չի, ու այդ խնդրի լուծումը քեզանով չի, քո ջանքով չի, քո կարողությամբ չի։ Այդ իրավիճակի մեջ փոփոխությունը Աստծու հոգով է, Աստծու գերբնական կարողությամբ, ու դա այն հաղթանակն է, որ Հիսուսը 2000 տարի առաջ արդեն իսկ իրականացրել է խաչի վրա։ Ու այսօր ես գիտեմ, ձեզանից շատերը այս վիդեոն կնայեն տարբեր ժամանակներում, բայց ես ուզում եմ, հիմա ես աղոթելու եմ, ու ես ուզում եմ, որ դուք վերցնեք շոր, որը կհագնեք կամ դուք, կամ ինչ-որ մեկը պետք է հագնի, որի համար որ դուք ուզում եք, որ իր կյանքում այդ փոփոխությունը տեղի ունենա։ Ու ես ուզում եմ աղոթեմ տարբեր իրավիճակների համար։ Ես ուզում եմ Տիրոջ հաղթանակը Աստծու ձեռքով գա ձեր կյանքի վրա։ Հիշում եք, մի անգամ ես մի հատ երազ պատմեցի, որ ասում է երազի մեջ տեսա, որ Աստված մատոռը առանձնացրել էր մեքենայից, ու մեքենան ինքը իրանով էր ուզում շարժվել, չէր կարում, մատոռը ինքը իրանով էր ուզում ինչ-որ բան անել, չէր կարում, որովհետև մեքենայի մեջ չէր, ու Աստված ասեց, ես եմ առանձնացրել մեքենան մատոռից, ու ասեց, ես ուզում եմ իմ ողջ փառքով իջնեմ Հայաստանի վրա։ Դրանից հետո ասեց, կտեսնես մարդկանց բանկային քարտերի վրա գումարներ, որ գալիս են, և մարդիկ իրանց տներում կսկսեն բժշկվել։ Սա մի բան է, որ որևէ մեկիդ հավատքից կախված չէր։ Սա մի բան էր, որ Աստված ինքը ասում էր, ես իմ զորությամբ անում եմ։ Ու հետագայում դուք շատ վկայություններ լսեցիք, ոնց էին մարդիկ վկայում իրենց բանկային քարտերի վրա գումարների հայտնվելու, բժշկությունների հետ կապված վկայություններ կային։ Իհարկե քարտային օրհնությունները ավելի շատ էին, քան բժշկությունները, բայց ամեն դեպքում դա մի բան էր, որ Աստված արեց իր զորությամբ։ Ու այն ինչ որ հիմա ես խոսում, նույն բանն է։ Նույն բանն է։ Ու ես հիմա ուզում եմ, որ դուք այդ շորերը, որ ունեք ձեր ձեռքի տակ, պահեք ձեր ձեռքերի մեջ,
ու թող Տերս իր համապատասխան օծությունը ուղարկի օծի այդ շորերը, ու երբ որ մարդիկ դա կրեն, այդ օծությունը կպնի իրանց ու բերի այն հաղթանակը, ով ինչի կարիքը որ ունի։ Ամեն։ Հայր, ես շնորհակալ եմ քո փառավոր հաղթանակի համար, որ դու ունեցար խաչի վրա Հիսուսի մահով ու հաղթանակով։ Շնորհակալ եմ Հիսուս քո հոժար սրտի համար, որ դու հոժարությամբ, ուրախությամբ քո կյանքը տվեցիր ամեն մեկիս համար, փրկելով մեզ ամեն իրավիճակից, փրկեցիր հավիտենական մահից, ազատեցիր ամեն կապվածությունից ու ամեն մեղքից, բժշկեցիր ամեն հիվանդությունից, ջարդեցիր անեծքը մեր կյանքերից, բերելով օրհնությունը, տապալեցիր աղքատությունը, բերելով հարստությունը։ Դու ես, որ մեր փոխարեն կատարեցիր օրենքը, որ մենք չէինք կարողանում դա անել։ Դու մեր կյանքի ամեն իրավիճակի մեջ բերեցիր քո փառավոր հաղթանակը։ Ես խնդրում եմ քո զորությունը ամեն իրավիճակի վրա, որ կա մարդկանց կյանքում։ Քո ազատագրող զորությունն եմ խնդրում բոլոր այն մարդկանց վրա, ովքեր որ գտնվում են մեղքի կապանքի մեջ, ամեն կապվածությունների մեջ, ինչ գերություն էլ որ դա լինի, ինչ կապվածություն էլ որ դա կա, ինչպես էլ որ դա այդ ցանկությունները մարդկանց մղում է անելու բաներ, որ չեն ուզում անեն, մարդիկ ուզում են ազատվեն, բայց չեն կարում։ Սիրելի Սուրբ Հոգի ջան, խնդրում եմ քո զորությունը ազատագրող ու այն ցանկությունը, որ կա այդ մարդկանց մեջ այդ մեղքերը գործելու, որ դու ուղակի վերցնես։ Վերցրա ամեն կապվածության ու մեղքի ցանկությունը, որ մարդկանց պահում է գերության մեջ։ Ու քո օծությունը թող փոխանցվի այդ շորերի միջոցով այդ մարդկանց, երբ որ իրանք կկրեն դա։ Քո փառավոր հաղթանակը իրանց կյանքի այս բնագավառում Հիսուսի անունով։ Ամեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ լսեցիր, պատասխանեցիր։ Հալելույա։ Ես օրհնում եմ բոլոր այն մարդկանց առողջությունը, ովքեր որ ունեն առողջական խնդիրներ։ Հայր, ես խնդրում եմ քո բժշկող զորությունը այդ շորերի վրա, որոնք պետքա մարդիկ կրեն, ու քո օծությունը փառավոր ձևով թող կպնի այդ մարդկանց մարմիններին, օրգանիզմներին ու ջարդվի հիվանդության լուծը այդ մարդկանց կյանքի վրայից։ Սատանա, դու պարտված ես, Հիսուսի արյունը քո դեմ է։ Ես կանչում Հիսուսի արյունը բոլոր մարդկանց վրա, խնդրում եմ սիրելի Հիսուս, քո արյունով լվացիր, մաքրիր, սրբիր, արդարացրու։ Սատանա, դու ոչնչություն ես ու Հիսուսի արյունը քո դեմ է, այդ մարդիկ գնված են Հիսուսի արյունով ու Հիսուսի արյունը արդեն իսկ այդ մարդկանց վերականգնել է այն դիրքի մեջ, որը ժամանակին այդ մարդիկ ունեցել են ու կորցրել են։ Հիսուսը իր զոհով բերել է փառավոր հաղթանակը այս բոլոր մարդկանց կյանքի վրա ու ամեն տեսակի հիվանդություն, ինչպիսին էլ որ կաս, հրամայում եմ քեզ Հիսուսի անունով, բաց թող այս մարդկանց ու հեռացիր։ Սուրբ Հոգի ջան, շնորհակալ եմ քո բժշկող զորության համար, որ դու հպվում ես այս մարդկանց կյանքին ու վերականգնում ես ամեն բան, ինչ որ սատանան փչացրել էր։ Փառք քեզ քո փառավոր հաղթանակի համար։ Շնորհակալություն, սիրելի Հայր, որ լսում ու պատասխանում ես ամեն ժամանակ։ Եղիր փառավորված ամեն մեկիս կյանքում Հիսուսի անունով։ Ամեն։ Սիրելի Հայր, ես քո առաջ եմ բերում բոլոր այն մարդկանց, ովքեր որ գտնվում են պարտքի, վարկի, ֆինանսական դժվարությունների մեջ։ Որոշ մարդիկ, որ չունեն աշխատանք, որ նեղված են։ Ես բոլորի ֆինանսական իրավիճակները հիմա բերում եմ քո առաջ։ Մարդիկ, որոնք իրանց ուժերով ջանք են անում այս իրավիճակից դուրս գալու, բայց իրանց մարդկային կարողությունները, քանի որ սահմանափակվում են, որևէ արդյունք չեն տալի։ Ես խնդրում եմ քո գերբնական միջամտությունը ու քո գերբնական հնարավորությունները, քանի որ Հիսուս ջան, դու հարուստ լինելով հանդերձ աղքատացար, որ մենք հարուստ լինենք։ Ու ես արձակում եմ քո
համապատասխան օրհնության օծությունը այս բոլոր շորերի վրա, ովքեր որ պետքա կրեն, որոնք կարիքը ունեն, որ օծությունը փոխանցվի այս մարդկանց, ու այս մարդկանց կյանքի վրայից ջարդվի պարտքի լուծը, վարկի լուծը, տոկոսի լուծը, աղքատության լուծը, ու ես արձակում եմ այս մարդկանց կյանքի վրա քո հոգու զորությունը, քո օրհնությունն ու հարստությունը, քո գերբնական կարողությունը, քո գերբնական միջամտությունը իրավիճակների մեջ, գերբնական միջամտությունը իրանց շրջապատի մեջ, իրանց աշխատանքի վայրերում, արձակում իրանց կյանքում մարդիկ, որոնց կհանդիպեն, որոնք կդառնան իրանց համար օրհնության հնարավորություններ, արձակիր քո հրեշտակներին, որոնք կբերեն օրհնությունը քեզանից ու կլրացնեն բոլոր այս մարդկանց կարիքները։ Ես կանչում քո հարստության զորությունը այս բոլոր մարդկանց կյանքերի վրա ու գերբնական փոփոխությունը իրանց ֆինանսական իրավիճակներում Հիսուսի անունով։ Շնորհակալ եմ սիրելի Հայր, որ լսեցիր ու պատասխանեցիր, հավիտյան եղիր փառավորված։ Հալելույա Հիսուս ջան։ Հալելույա Հիսուս ջան։ Հայր, ես բերում եմ քո առաջ բոլոր այն մարդկանց, ովքեր որ իրանց ընտանիքում ունեն խնդիրներ իրանց հարաբերությունների մեջ, եթե ծնողները իրանց երեխեքի հետ կապված ունեն խնդիրներ ու փորձում են իրանց երեխեքին քո խոսքով դաստիարակել, բայց դա անօգուտ է, երեխեքը հակառակված ավելի շատ են անում բաներ, որ չպետք է անեն, ու ծնողը շփոթված է ու չգիտի ոնց վարվի նման իրավիճակում։ Հայր, ես խնդրում եմ, որ քո գերբնական միջամտությունը լինի այս ընտանիքներում, այդ բոլոր երեխեքին, ովքեր որ աննազանդ են իրաց ծնողներին ու չեն ցանկանում քո խոսքով ապրել, ու բնական է ծնողի համար սա մեծ ցավ է, երբ որ գիտի քո խոսքը, բայց տեսնում է իր երեխուն իր աչքի առաջ, որ գնում է այլ ճանապարհներով, որ փորձում է խոսքով խրատի, բայց այդ խրատը հակառակ ազդեցությունն է ունենում ու արդյունք չի տալի։ Ես խնդրում եմ, որ դու այս բոլոր երեխեքին վերցնես քո վերահսկողության մեջ, քո հրեշտակներով շրջապատես ու թույլ չտաս, որ իրանց ոտքը կպնի քարին։ Ես խնդրում քո ողորմությունը իրանց վրա ու քո Սուրբ Հոգու զորությունն եմ արձակում ամեն մեկի կյանքի վրա։ Այն բոլոր հակառակությունները, որ կան իրանց մեջ քո դեմ բարձրացած, սիրելի Հիսուս, ամեն իրանց մտքերը գերի եմ վերցնում ու նազանդեցնում եմ քո ոտքերի տակ։ Ես խնդրում եմ, որ քո հոգու զորությամբ սկսես ներգործել ու դու տանես աշխատանքը այդ երեխեքի հետ։ Դու բերես ցանկությունը բոլորի սրտերում քեզ ճանաչելու, քո խոսքը ճանաչելու, ցանկությունը քո խոսքով ապրելու, ցանկությունը քո կամքի մեջ լինելու։ Դու հեռացրա իրանցից ամեն սխալ ընկերակցությունները։ Հիսուսի անունով, Հայր, ամեն մեկին հանձնում քո վերահսկողության մեջ, թող քո հրեշտակները շրջապատեն իրանց, պաշտպանեն իրանց, որ իրանց ոտքը քարին չկպնի։ Խոսի ամեն մեկին այն ձևով, ոնց ինքը կհասկանա։ Իրավիճակները թող դասավորվեն ընենց, որ դա իրանց համար լինի խրատ քեզանից, քո դեմ գործելու համար, իրավիճակներ, որ իրանց կզգաստացնի ու կբերի ապաշխարության։ Ու ես օրհնում եմ բոլոր ծնողներին, որպեսզի իրանք իմաստնությամբ վարվեն իրանց երեխեքի հետ ու մարդկային ու շնչավոր որևէ բան չանեն։ Ու եթե կան սխալներ ծնողների կողմից, խնդրում եմ, որ դու ներես բոլոր ծնողներին, որոնք իրանց երեխեքին իրանց դեմ տրամադրել են։ Քո բժշկող զորությունը ծնողներ երեխեք հարաբերությունների մեջ, քո բժշկող զորությունը ընտանիքների մեջ, ամուսինների մեջ, բոլոր
տան անդամների հետ կապված բոլոր հարցերում քո կատարյալ կամքի վերահսկումը ու քո կատարյալ կամքը, քո սերը, խաղաղությունը ամեն ընտանիքում Հիսուսի անունով։ Ու ես բերում եմ ամբողջ Հայաստանը քո առաջ, քո երկիրը, քո որոշված տարածքը, որը Մինին Արարատն ու Ասքանազն է, ամբողջությամբ այս տարածքի վրա կանչում եմ քո փառավոր հաղթանակը, քո Սուրբ Հոգու զորությունը ու մեղքի իշխանության դատապարտումը, ամեն կուռքերի փլուզումը, ամեն բան, ինչ որ քեզանից չի այս երկրում, թող խոնարհվի քո առաջ։ Ես կանչում եմ քո Սուրբ Հոգու զորությունը, օրհնությունը Հայաստանի վրա, Մինի Արարատի Ասքանազի տարածքի վրա, ամբողջությամբ այս տարածքում գտնվող մարդկանց վրա, անկախ ազգությունից, որ քո հոգին կպնի ամեն մեկին ու ամեն մեկի սրտերը ծարավ ձևով փնտրի քո երեսը, Հիսուս։ Քո զորավոր մեծ շարժը ամբողջ մեծ հայքի տարածքով մեկ։ Նույնիսկ այն ազգերը, որոնք այսօր իսլամ են դավանում, խոսի իրանց հետ քո զորությամբ, այցելիր ինձ ու ազատագրիր ամեն կուռքերից, ամեն սուտ աստվածներից, ամեն մոլորությունից ու թող կուրությունը փշրվի իրանց կյանքում, գա լույսը, որ ճանաչեն ճշմարտությունը, որ դու ես ճշմարտությունը, Հիսուս։ Օրհնում եմ Մինին Արարատն ու Ասքանազը, որ բարձրանա քո խոսքի համաձայն, քեզ ճանաչելու մեջ, այն հոգով, որ դու իրան պատրաստում ես, Բաբելոնի դեմ պատերազմում, պատրաստված վիճակով, զինված վիճակով, պայքարի մեջ մտնելու ու փառավոր հաղթանակ տանելու։ Բարձրացրու քո զորավորներին, որ կպատրաստեն քո Մինին Արարատն ու Ասքանազը հոգևոր առումով այս զորավոր մեծ պատերազմի համար։ Քո երկիրը քո զորավոր ձեռքով պատրաստիր քո փառավոր հաղթանակի համար Հիսուսի անունով։ Թող քո փառքը հանգչի ամբողջությամբ քո խոստմունքի երկրի վրա, որը Մինին է, Արարատն ու Ասքանազն է։ Եղիր փառավորված այս երկրի մեջ ու դարձրա Մինին Արարատն ու Ասքանազը ազգերի օրհնությունը, ոնց որոշել ու նախասահմանել ես։ Հայր, շնորհակալ եմ քո փառավոր հաղթանակի համար, որ քո զորավոր ձեռքով իրականացրեցիր։ Մեր տկարության մեջ դու ես զորավոր։ Շնորհակալություն, որ դու ամեն բան արել ես մեր փոխարեն ու ողջ փառքը պատկանում է քեզ, ողջ հաղթանակը պատկանում է քեզ, ու քո խոստմունքը դու իրականացնում ես Մինի Արարատի Ասքանազի տարածքի վրա, քո հոգու զորությամբ, քո որոշված ժամանակին, քո որոշված ճանապարհներով։ Եղիր փառավորված ամեն մեկիս կյանքում, թող քո փառքը հանգչի մեծ հայքի վրա, որը Հայաստան է։ Թող Հայաստան բարձրանա զորավոր ձևով ու քո անվան փառքը ամբողջ աշխարհի վրա ճանաչելի դարձնի։ Ամեն Հայր, փառքդ հավիտյանս հավիտենից ամբողջ երկրի վրա Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն հարազատներս, Տիրոջ գերբնական օրհնությունը ամեն մեկի կյանքի վրա Հիսուսի անունով։ Ամեն։